Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվայրադարձությունները նախամարում։ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է, որտեղ կայացել է նրա հանդիպումները Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիր-Զադեի, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Աբդուլ-Ռահիմ Մուսավիի հետ։ Հանդիպան ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան գործակցության ու տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցն էլ Շվեյցարիա շարունակվում է։ Ժնևում կայացել են նրա հանդիպումները Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշտային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ։ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳՆախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսօղումյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳՆախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է կոմիտեի 25 թվականի գործունեության զեկույցը եւ անդրադարձել տարիներով ձգվող մի շարք քրեական գործերի։ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսվող խորհրդանական ընտրություններին ընդառաջ իշխանությունը բարձրացնում է ոչ միայն հաղթելու, այլև սահմանադրական մեծամասնություն ձևավորելու նշաձողը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը։ Մշակութային արժեքների արտահանման ընթացակարգերը Հայաստանում վերաձևակերպվում են։ Ինչ է առաջարկվում։ Փոփոխություններն առաջին ընթերցում քննարկվել են ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում։ Սուրեն Պապիկյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Իրան, Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ հնչել են երկու երկրների պետական օրհներգները։ Իրանում կայացել է Պապիկյանի հանդիպումը Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար գեներալի բրիգադ Ազիզ Նասիր-Զադեի հետ։ Հանդիպանը մասնակցել է նաեւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան գործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակելու աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, քննարկել գործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող հարցերի վերաբերյալ։ Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մուսավիի հետ։ Հանդիպան ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան գործակցության ու տարածաշրջանային անվտանգության առնչվող մի շարք հարցեր։ ԱԳՆախարար Արարատ Միրզոյանի այցն Շվեյցարիա շարունակվում է։ Ժնևում կայացել է նրա հանդիպումը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշտային դեպարտամենտի ղեկավար Կասիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման եւ երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելուն ուղղված աշխատանքները։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն։ Երկուստե գոհունակությամբ ընդգծվել է, որ դա նոր խթան կհանդիսանա երկկողմ ավելի սերտ գործակցության համար։ Միրզոյանը եւ Կասիսը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ Ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության եւ դրա ամրապնդման ուղղված հետեւողական քայլերի կարեւորությունը։ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ, քննարկել մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերները։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցը, Հայաստանի մոտեցումները, անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտի խթանման ուղղված քայլերին, նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների եւ հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը։ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳՆախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսօղումյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳՆախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ։ Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է կոմիտեի 2025 թվականի գործունեության զեկույցը եւ անդրադարձել տարիներով ձգվող մի շարք քրեական գործերի։ Ազգային ժողովի պետական իրավական մշտական հանձնաժողովում գումարվեց հերթական նիստը, իսկ օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաշվետվությունը, որն ըստ ընթացակարգի քննարկվում է Ազգային ժողովի գլխային հանձնաժողովում, ապա ներկայացվում Ազգային ժողովի լիագումար նիստերին։ Հանձնաժողովի նիստին հիմնական զեկույցով հանդես եկավ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Ըստ նրա, թեև 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կոմիտեն ամբողջությամբ համալրված չի եղել հաստիքացուցակում առկա աշխատակիցներով, բայց դրանից կառույցի աշխատանքը չի տուժել, իսկ կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք բարեփոխումներ են նախաձեռնվել, որոնց թվում կառույցի կազմում նախկինում գործած վարչություններին ավելացվել է մասնագիտական եւ նեղ մասնագիտական եւս 6 վարչություն։ Նահապետյանի խոսքով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ հետախուզական վարչությունների կազմում ձևավորվել են նաև տարածքային երկու ստորաբաժանումներ՝ Լոռու եւ Շիրակի մարզերում, նաև Վայոց-Ձորի եւ Սյունիքի մարզերում նոր բաժիններ։ Ըստ նրա, նմանատիպ ստորաբաժանումների առկայությունը թույլ է տալիս կառույցին ավելի արդյունավետ գործունեություն ծավալել։ Տարածքային բաժինների ստեղծումը թույլ կտա անմիջապես արձագանքել կոռուպցիոն հրազանգերին, բացի այդ տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները տեղում հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթ լինել սոցիալական եւ տնտեսական հարաբերություններին, ինչը մեծ առավելություն է կոռուպցիոն ռիսկերի նույնականացման հարցում։ Քննված քրեական վարույթները անցած 2025 թվականի ընթացքում կազմել են 2585-ը, որոնցից 895 նությունն ավարտվել է։ Այդ վարույթներից 273-ը ավելի քան 661 անձանց շրջանակով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 617-ը կարճվել։ 2024 թվականի համեմատությամբ քննված վարույթների թիվը աճել է 12.9%-ով, իսկ ավարտված վարույթների թիվը 4.8%-ով։ Նահապետյանի զեկույցի հաջորդ հատվածում կառույցի գործունեության թվաբանական պատկերի ներկայացումն էր։ Նախաքննությունն ավարտված 839 քրեական վարույթներից 236-ն ավարտվել է մինչև 2 ամիս ժամկետում, 173-ը 2-ից 4 ամիս ժամկետում, 89-ը 4-ից 6 ամիս ժամկետում, 174-ը 6-ից 12 ամիս ժամկետում, իսկ 167-ը 1 տարուց ավելի ժամկետում։ Ավարտված քրեական վարույթներով կալանավորված է եղել 106 մեղադրյալ, որից 69 կալանքի տակ է պահվել մինչև 2 ամիս, 33-ը 2-ից 4 ամիս, իսկ 4-ը 4-ից 6 ամիս ժամանակահատվածով։ 2025 թվականի ընթացքում ավարտված եւ կարճված եզրակացությամբ գույքային վնասի չափը կազմել է 8 միլիարդ 451 միլիոն 408 հազար 373 դրամ։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 4 միլիարդ 585 միլիոն դրամ։ 1 միլիարդ 642 միլիոն դրամն էլ փաստացի դրամական տեսքով վերականգնվել է։ Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեի 1 քննիչի բաժին է հասել 44 քրեական վարույթ, որը նախորդ տարվա համեմատությամբ կրկին աճ է գրանցել։ Նիստի ընթացքում պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք ներկայացված թվերը խոսում են կոռուպցիայի աճի մասին, կամ ինչ քայլեր են ձեռնարկվում, եթե իսկապես կոռուպցիայի աճ է նկատվում։ Պատգամավորի հարցին ի պատասխան կոմիտեի նախագահն ասաց. Այս առումով կարող եմ ասել, որ ունենք բացահայտման տեսանկյունից դրական դինամիկա, ինչը ոչ թե խոսում է կոռուպցիոն երևույթների, կոռուպցիոն հանցագործությունների աճի մասին, այլ բացահայտման ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքների մասին։ Նիստի ընթացքում ելույթի հնարավորություն ստացած հանձնաժողովի մեկ այլ անդամ ԿՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի դիտարկմամբ էլ հանրության հուզող խնդիրներից է նաև տարիներով ձգձգվող քրեական գործերը, որոնք նույն հանրության մոտ ավելի շատ ստեղծում են անվստահության մթնոլորտ ինչպես կառույցի, այնպես էլ իշխանությունների նկատմամբ, ինչը պատգամավորի գնահատմամբ անթույլատրելի է, քանզի իսկապես իշխանության եւ համապատասխան գերատեսչությունների կողմից կոռուպցիայի նկատմամբ ահռելի աշխատանքներ են տարվել։ Մենք անդադ քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեում չհամալրված լինելու քննիչներով չհամալրված լինելու հարցը, որը բերում է նաև օրինակ, այս գործը 2018 թվականից մինչև այսօր քննվում է եւ որևէ քաղաքացու հետաքրքիր չէ, քննիչները շատ են, քիչ են, ինչի են քիչ, այս մարդիկ եւ մենք բոլորս այդ հարցերի պատասխաններն ենք ուզում
ինչի են գործերը երկար քննվում։ Ես օբյեկտիվորեն հասկանալով, որ այո, կա չհամալրվածություն եւ այլ, բայց քաղաքացու տեսանկյունից նայելով ասում եմ, թե համալրեք։ ԿՊ խմբակցության падգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվեց նաև դեռևս 2018 թվականից հետաքննվող մոնումենտի հանրահայտ առանձնատների ճակատագրով, որին ի պատասխան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ընդգծեց, որ արդեն այս տարի այդ առնչությամբ հարուցված վարույթները կավարտվեն եւ կհետևեն թիրախային գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը լրագրողների զրույցում հավաստել է, որ ընտրություններին ընդառաջ յուրաքանչյուրն անկախ կարգավիճակից անօրինական գործողություններ կատարելու դեպքում իրավական գնահատական է ստանալու։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք խնդրահարույց եւ հանրության շրջանում լայնորեն քննարկվող հարցերի։ Նա խոսել է հատկապես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր իրավախախտումների մասին։ Ըստ Նահապետյանի Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ լինի պաշտոնյա իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչ կփորձի բարեգործության կամ այլ ծրագրերի անվան տակ կաշառել ընտրողին իրավական համապատասխան գնահատական կստանա եւ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։ Եթե ունենանք կուսակցության անդամ, այլ իրավական գնահատական կլինի։ Եթե ունենանք կուսակցության ոչ անդամ, կունենանք այլ իրավական գնահատական։ Իմ ասածն է, որ ցանկացած դեպքում, երբ որ ստանում ենք հաղորդում, այդ հաղորդման կապակցությամբ ստուգում ենք, գործողություններ ենք անում, իրավական առումով դեպքի հանգամանքները համադրում ենք քերական օրենսգրքի 221 հոդվածի հետ, եւ եթե ունենք նույնացում, այդ դեպքով քերական բարույթ կնախաձեռնվի։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձ կատարեց նաև իրենց կառույցի աշխատանքի վերաբերյալ գնահատականներին։ Նա նշեց, թե կառույցի նախորդ տարվա գործունեությունը դրական է գնահատվել, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Որպեսզի գնահատենք լավ, կամ գերազանց, այդ առումով մենք ամենօրյա ռեժիմով մեծ աշխատանք ենք կատարում եւ խնդիրները, որոնք որ մեր առջև ծառացած են, փորձում ենք լուծել ամենօրյա ռեժիմով, որպեսզի արդյունքում հասնենք այն աստիճանին, այն մակարդակին, որը մեզ թույլ կտա ասել, որ իրականում մենք մեր կառույցի աշխատանքներից գոհ ենք։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը անդրադարձ կատարեց նաև գործադիր եւ օրենսդիր մարմինների անդամների պարգևատրումների թեմային։ Նա բացառեց պարգևատրումների անօրինական լինելը, քանի որ այդ վճարումները կարգավորվում են օրենքով, հետեւաբար չեն կարող կոռուպցիոն ռիսկեր պարունակել, առավել եւս որ պարգևատրման ժամանակ հաշվի են առնում պաշտոնյայի կամ այլ օղակների աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը օրենքով գործող գնահատման համակարգով։ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունը բարձրացնում է ոչ միայն հաղթելու, այլև սահմանադրական մեծամասնություն ձևավորելու նշաձողը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիրը նպատակ ունի ընտրություններից հետո ստանալ սահմանադրական մեծամասնություն քաղաքական դաշտի օլիգարխների եւ Քոչարյանի թիմի վերադարձ թույլ չտալու ուղերձով։ Մենք նպատակադրված ենք 2026 թվականի ընտրություններից հետո ունենալ սահմանադրական մեծամասնություն։ Նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները ու ընդհանրապես բոլոր օլիգարխները դուրս կմղվեն քաղաքական դաշտից եւ խորհրդարանից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով օլիգարխ հասկացությունն ունի հստակ բովանդակություն եւ քաղաքականության վրա տնտեսական լծակներով ազդեցություն գործադրել ցանկացող գործարարները հենց այդ սահմանման մեջ են մտնում։ Գագիկ Ծառուկյանը գործարար է, որը ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ Կուսակցության ղեկավար է։ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար եւ փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Դրանք եւ սա օլիգարխիկ դասական սահմանում է։ Հիմա մենք կարող ենք, չգիտեմ, լեզվաբանական բանավեճ ունենալ, բայց ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են ինչ է նշանակում օլիգարխ եւ բոլորը հասկանում են, որ օլիգարխները չպիտի եւ կամ լավ չի լինի, որ հասնեն իշխանության։ Ռուբինյանը նաեւ կոչ է արել այրել բոլոր կամուրջները Քոչարյանի եւ օլիգարխների հետ, պնդելով, որ այդ կերպ ազգային ժողովը կարող է դառնալ քաղաքական առողջ բանավեճերի հարթակ։ Նա անդրադարձել է նաեւ մեդիա դաշտին, նշելով, որ մամուլը պետք է ունենա անկախ ֆինանսավորում եւ խուսափի նախկին իշխանությունների եւ օլիգարխիկ շրջանակների հետ կապերից։
կարծում եմ Հայաստանի ժողովուրդը ես կարծում եմ 2026 թվականի հունիսի 7-ին պետք է Հայաստանի ժողովուրդը այրի բոլոր կամուրջները Քոչարյանի եւ ռուսաստանցի օլիգարխի հետ, մնացած օլիգարխների հետ, որպեսզի վերջապես ազգային ժողովը նորմալ քաղաքական բանավեճերի տեղ դառնա, ոչ թե որ գան դավաճան, այսինչ դավաճան, այսինչ այդ ամեն ինչը ավարտեն։ Նաև կարծում եմ, որ մեր մամուլը պետք է վերջապես այրի կամուրջները Քոչարյանի, Սերժ Սարգսյանի փեսու, չգիտեմ, այնտեղ տարբեր օլիգարխների հետ եւ վերջապես ստանա նորմալ, անկախ ֆինանսավորում, պիտի մամուլը հրապարակի իր ֆինանսական աղբյուրները։ Ռուբինյանը շեշտել է, որ ընտրություններից հետո կոալիցիաներ ձևավորելը կամ հետընտրական գործակցությամբ իշխանություն դառնալը հանցագործություն չէ, դա նախատեսված է ընտրական օրենսգիրքով, իսկ հանցագործությունը նրա ձևակերպմամբ ընտրակաշառքն ու կաշառակերությունն են։ Ռուբեն Ռուբինյանի խոսքով իրենց տրամադրության տակ եղած տվյալները ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը վարկանիշով մի քանի անգամ առաջ է ցանկացած ընդդիմադիր ուժից, ուստի իշխող թիմն այդ մասով անհանգստություններ չունի։ Միևնույն ժամանակ նա կարևորել է, որ հանրությունը պատկերացնի քաղաքական դաշտում ընթացող գործընթացները։ Ազգային ժողովի փոխնախագահի գնահատմամբ ընդդիմադիր դաշտում նկատվող տարանջատումները հաճախ ունեն ձևական բնույթ։ Նա պնդել է, որ տարբեր ուժերի միջև տեղի են ունենում գործողությունների նման տեղաշարժեր, որպես օրինակ Ռուբինյանը նշել է Արամ Վարդևանյանին, հիշեցնելով նրա նախկին դերակատարումը Քոչարյանի թիմում եւ ներկայում նրա ներկայությունն արդեն ռուսաստանցի գործարարի թիմում։ Նույն համատեքստում անդրադարձ է եղել նաեւ Անդրանիկ Թևանյանին, որը նախկինում կապված է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ ներկայում Ծառուկյանի շրջանակի հետ։ Ռուբինյանն անդրադարձավ նաև Սաղմոսավանքում Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպին պնդելով, որ քահանան իրավունք չունի եկեղեցում որևէ մեկին խտրականության ենթարկել քաղաքական հայացքների կամ կուսակցական պատկանելության հիմքով։ Նա շեշտեց, որ իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում, բայց խտրականություն թույլ տալ չի կարող ոչ միայն եկեղեցում, այլև ցանկացած ոլորտում, որտեղ քաղաքական հայեցողությունը գործառույթ չէ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Մշակութային արժեքների արտանման ընթացակարգը Հայաստանում վերաձևակերպվում է, առաջարկվում է ներդնել նոր լիցենզիա եզրակացություն ձևաչափ եւ սահմանել պետական տուրքի նոր տեսակներ, գործընթացը ավելի հստակ եւ տարանջատված դարձնելու, նաեւ ՀԱՏՄ մաքսային կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։ Փոփոխություններն առաջին ընթերցում քննարկվել են ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում։ Մշակութային արժեքների արտահանման կարգավորումները վերաձևակերպվում են, սահմանելով նոր լիցենզիա եզրակացություն ձևաչափ եւ պետական տուրքի նոր տեսակներ, որպիսի գործընթացը դառնա ավելի հստակ, տարանջատված եւ համահունչ ՀԱՏՄ մաքսային կարգավորումներին։ Այս հարցը քննարկվել է ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ընդգծելով, որ գործող կարգավորումները լիարժեք չեն ընդգրկում ՀԱՏՄ մաքսային օրենսդրությամբ նախատեսված մշակութային արժեքների մաքսային գործառույթների ամբողջ շրջանակը եւ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն տուրքի տեսակները համապատասխանեցնել այդ կարգերին։ Սրանով մենք առավել հստակեցնում ենք եւ տարանջատում ենք մաքսային ռեժիմները մշակութային արժեքների արտահանման, այդ թվում նաև ժամանակավոր արտահանելու հետ կապված եւ սա կարեւոր է, որպեսզի մեզ մոտ դաշտը լինի ավելի կարգավորված եւ ավելի հասցեական, սակայն միևնույն ժամանակ դրանով լուծում ենք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված կանոններին եւ ձևաչափերին մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու խնդիրը եւ ըստ էության այդ երկու հանգամանքների հաշվի առնվամբ ներկայացվել է նախագիծը, որը համապատասխան կարգով շրջանառված է։ Նախագծով օրենքում ներդրվում են նոր եզրույթներ, որոնք հնարավորություն կտան մշակութային արժեքների արտահանման դեպքում վարել ավելի ճկուն եւ տարբերակված քաղաքականություն։ Սահմանվում են նաեւ հանքագիտության եւ հնեաբանության հավաքածուների, առարկաների արտահանման լիցենզիա եզրակացություն, մշակութային արժեքների վերամշակում մաքսային տարածքից դուրս, մաքսային ընթացակարգով արտահանման թույլ տվող եզրակացություն, նաեւ նույն հավաքածուների ժամանակավոր արտահանում եւ վերամշակում մաքսային տարածքից դուրս ընթացակարգերով արտահանման եզրակացություն հասկացությունները։
պետք է ասեմ, որ փոխվել է նաև Թուրքի չափը, մասնավորապես գործող օրենքում Թուրքի չափը հնգապատիկներ, բազային Թուրքի, այս պահին մենք առաջարկում ենք մեկ մշակութային արժեքի համար բազային Թուրքի 10-պատիկի չափով կիրառել Թուրքը եւ 2 եւ ավելի մշակութային արժեքների դեպքում բազային Թուրքի 15-պատիկի չափով, միևնույն ժամանակ կրկնօրինակների պարագայում Թուրքի չափը պահպանվել է, ինչպես նախկինում այժմ էլ առաջարկվող նախագծում բազային Թուրքի եռապատիկի չափով ենք առաջարկում կիրառել եւ համապատասխանաբար նոր խմբագրություն է սահմանվել նաեւ Թուրքից արտոնություն ունեցող խմբերի վերաբերող հոդվածում, որը օրենքի 27-րդ հոդվածն է, միաժամանակ արտոնության մասում վերանայվել են փաստաթղթերի անվանումները, խմբերը չեն փոխվել։ Ժաննա Անդրեասյանի խոսքով փոփոխությունների արդյունքում ակնկալվում է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը, կարգավորել մշակութային արժեքների արտաքին առևտուրը, արտահանումն ու ներմուծումը, նաև մաքսային մարմինների կողմից գանձվող պետական տուրքերն ավելի հստակ տարանջատել։ Քննարկման արդյունքում հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն եւ այն նախատեսվում է ներառել ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից համակային զորքերը ռազմական վարժանքներ են անցկացրել երկրի հարավային ծովափին։ Սա տեղի է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարության ֆոնին, թե քննարկվում է Իրանի նկատմամբ հնարավոր օդային հարվածները։ Երեկ էլ Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղային էր ասել, որ Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում պատասխանը կատաղի բնույթ կկրի։ ԱԳ նախարար Շաբաս Արաղչին էլ CBS-ին հայտնել էր, որ կողմերը փետրվարի 26-ին կլինեն հանդիպման Ժնևում։ Օմանը, որի միջնորդությամբ են անցկացվում բանակցությունները, եւս հաստատել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 5-շաբթի։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Այսօր առավոտյան Մոսկվայի Սավյոլովսկի կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում 1 ոստիկան, հայտնում է Reuters-ը։ Ռուսական լրատվական գործակալությունը հողում անելով իրավապահներին հայտնում է, որ զոհվածներից մեկը կասկածյալն է, որը ենթադրաբար տեղադրել է պայթուցիկ սարքը։ Ըստ ոստիկանության քննիչներն ուսումնասիրել են տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է կասկածյալը մոտենում Մոսկվայի կենտրոնում գտնվող Սավյոլովսկի կայարանի մերձակայքում կայանված ոստիկանական մեքենային եւ այնտեղ տեղադրում պայթուցիկը։ Պայթյունի հետևանքով եւս 2 ոստիկան վիրավորվել են։ Իրավապահ մարմինները դեռևս չեն ներկայացրել միջադեպի հնարավոր դրդապատճառների վերաբերյալ մանրամասներ։ Առնվազն 14 մարդ է զոհվել կիրակի օրը Մեքսիկայում բռնկված բախումների հետևանքով։ Իրավիճակը կտրուկսրվել է այն բանից հետո, երբ ոստիկանական գործողությունների ընթացքում սպանվել է Խալիսկոյի նոր սերունդ նարկոկարտելի առաջնորդ Նեմենսիո Օգեսերա Սերվանտեսը, հայտնի El Mencho մականունով։ Ամենաթեժ բախումները գրանցվել են Մեքսիկայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գվադալխարայում։ Քաղաքի բազմաթիվ ճանապարհները ժամերով արգելափակված են եղել այրվող մեքենաներով։ Հարձակման է ենթարկվել նաև միջազգային օդանավակայանը։ Տեղական իշխանությունները փորձել են վերականգնել վերահսկողությունը, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Խալիսկոյի նոր սերունդ կարտելը հիմնադրվել է 2009 թվականին եւ համարվում է երկրի ամենահզոր հանցավոր խմբավորումներից մեկը։ Ամերիկյան աղբյուրների տվյալներով այն ներգրաված է հերոինի, կոկաինի, ֆենտանիլի եւ մետամֆետամինի խոշոր խմբաքանակների մաքսանենգության մեջ, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Reuters-ի փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը երկուշաբթի սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազաներից։ Տեղեկությունը հաստատել են սիրիական ռազմական եւ անվտանգության 3 աղբյուրները։ Ականատեսների վկայությամբ Հասակա նահանգում տեղակայված Քասրակ բազայից առավոտյան դուրս են եկել տասնյակ բեռնատարներ, որոնց մեծ մասը տեղափոխել է զրահապատ տեխնիկա։ Ամերիկյան զորքերն այդտեղ տեղակայվել էին ավելի քան 10 տարի առաջ, գործակցելով քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի հետ ջիհադիստական խմբավորման դեմ պայքարի շրջանակում։ Ռուսաստանի Ուկրաինա լայնածավալ ներխուժման 4-րդ տարելիցին Մեծ Բրիտանիան հայտարարել է Կիևին տրամադրվող նոր աջակցության փաթեթի մասին, հայտնում է Reuters-ը։ Փաթեթը ներառում է ռազմական, հումանիտար եւ վերականգնման բաղադրիչներ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուպերը կմասնակցի Կիևում անցկացվող հիշատակի միջոցառումներին վերահաստատելով Լոնդոնի քաղաքական աջակցությունն Ուկրաինային։ Կառավարության հայտարարության համաձայն 20 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացվի էներգետիկ աջակցության համար, ուղղված Ուկրաինայի էներգահանձնաժողովի
համակարգի պաշտպանությանը։ 5.7 միլիոն ֆունտ կհատկացվի առաջնագծին մոտ գտնվող համայնքներին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով։ Բացի այդ, ևս 30 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացվի հասարակական դիմակայունության ամրապնդմանն ու ենթադրյալ ռուսական պատերազմական հանցագործությունների զոհերի արդարադատության գործընթացին աջակցելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է հետաձգել Իսրայել նախատեսված այցը, որի ընթացքում պետք է հանդիպեր վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, քննարկելու Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունները։ Ըստ AFP-ի այցը շարունակում է մնալ օրակարգում, սակայն դրա ժամանակացույցը կարող է փոփոխվել։ Նախապես նախատեսվում էր, որ Ռուբիոն շաբաթ օրը կհանդիպի Իսրայելի վարչապետին, միևնույն ժամանակ իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժամանումը կարող է տեղափոխվել մարտի 2-ին։ Այսի շուրջ անորոշությունը պայմանավորված է տարածաշրջանային զարգացումներով եւ Իրանի հարցով շարունակվող դիվանագիտական գործընթացով։ Այսքանը ցտեսություն։